точно знали, нет оснований для печали. Завтра все будет лучше, чем вчера. Проснись и пой, попробуй в жизни хоть раз. Չգիտեմ ում համար եմ սա նկարում ամեն օր, ում է հետաքրքիր, բայց կային մի քանի բլոգերներ, ում կյանքը ես դիտում եմ ինչպես սերիալ, մի խոսքով առավոտյան զարթնեցի, ակտիվությունները ստուգեցի TikTok-ի և Instagram-ի, մի քիչ խաղացի տուտակներիս հետ, լուրեր կրկին, մահացար, և բացեցինք սեզոնը ծիրանի, եթե եղանակի տեսության այս հատվածը նկարած չլինեի, որտեղ գրված է Սլավի դոշտ սկրոզմի, ոչ ոք չէր հավատա, թե ինչ կլինի հետո, օրվա երկրորդ կեսին կտեսնեք, թե ինչքան Սլավի էր, մի խոսքով շաբաթօր, շաբաթօրյակ, մի քիչ էլ խաղացի տուտակներիս հետ, եղբորս շարժարներ պատրվել, կարի մեքենան բացեցի կարելու, ջինսերի հիվանդությունն է սա, չկա մի ջինս, որ ոտքերի արանքը պատրված չլինի, դուբլերին նախ թշվում է, սա հնարք է, որը ես սովորել եմ YouTube-ից, երբ որ դուբլերին ուղղակի եք կպցնում, ժամանակի ընթացքում լվացվելու, երբ որ շորը լվացվում է, արտուկվում է, սկսում է փոթ տալ, իսկ երբ խոնավեցված դուբլերին եք կպցվում, ավելի ամուր է լինում, ընտրում եմ գույնը մաքսիմալ մոտ, փաթաթում եմ թեյլշպուլկին, ու ահա, սկզբում ինչպես էր ու ինչպես դարավ, և գնաց քամի, ամպրոպ, քաղաքում լիք կա ավերածություններ, Ох, черт! Все бегом в ковчег! Живо бегом в ковчег! Պատուհանները մի անգամից բոլորշով պատվեցին, ահա և հետևանքը, ջրհորդանն էր գցել ու համարը ամբողջ ջուրը լցվել էր բակը, նացի բացեցի լուկով, որ ջուրը դուրս այսպես ջրհորդանից ջուրը լցվում էր բակը, իսկ ես իմ նոյան տապանում երկու թուտակներիս հետ, ոչ ինչ որ երկուսն էլ տղա են, անմիջապես հետո նորից արև դուրս եկավ, երեկոյան ընտրեցի փլավով, համարեք, որ վրան սրտիկ եմ արել, ճիշտ է շատ ճմրթված ու անճոռնի, բայց համարեք, որ սրտիկ է, կայծակից ամբրոպից հետո սկզբում լույսերը գնացին, ոնց էի ուրախացել, որ հասցրել էի կարել վերջացնել, հետո ինտերնետը կորավ,
Ուզում էի երեկվա վիդեոյի երկրորդ մասը Instagram գցել երեկոյան ժամին, բայց քանի որ ինտերնետ չունենք, չկարողացա գցել դրա փոխարեն եղած վիդեոների մեծ մասն եմ մոնտաժել ու բավականին շուտ պարպան քնելու։ Նկատել եմ, որ իմ աշխատունակությունը մեծ չափով կախված է սերիալի հետաքրքիր լինելուց։